Ողջույն բոլորին, ասո ենք խոսենք podcast-ի մեր այսօրվա հյուրն է, տեղեկատվական համակարգեր մասնագիտության ուսանող Նարեկ Թովմասյանը։ Նարեկ ջան, ողջույն։ Ողջույն Արտաշես ջան։ Ինչպե՞ս ես։ Լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Նարեկ ջան, միանգամից անցնենք մեր podcast-ի հարցերին, ու առաջին հարցը, որ կուզենամ քեզ տալ, ինչու ընտրեցիր տեղեկատվական համակարգեր մասնագիտությունը։ Մասնագիտության ընտրությունը կատարել եմ դեռ համալսարան ընդունվելուց 2 տարի առաջ, քանի որ հետաքրքրված էի մասնագիտությամբ, փորձել էի մասնակցել էի որոշակի դասընթացներին ու հետաքրքրել էր արդեն մասնագիտությունը իր խորացումներով։ Իսկ մինչ ընդունվելը ծրագրավորումից կամ մաթեմատիկայից վախ ունեիր։ Ծրագրավորումից վախ ունեի, քանի որ մտածում էի, որ շատ խորը ու մեծ անդունդ է ու այդտեղ հայտնվելով անընդհատ պետքա ձգտես դեպի լույսը ու վերջնական մասնագետ դառնալը շատ դժվար կլինի։ Իսկ ինչը ամենաշատը օգնեց այդ անդունդից դուրս գալու հարցում։ Մասնագիտությամբ աշխատող եղբայր ունեի, ինքը խորհուրդներով ու աջակցությամբ օգնեց ինձ գտնել ճիշտ ուղղությունը։ Իսկ որ առարկան է քեզ ամենաշատը հետաքրքրում։ Ինձ ամենաշատը հետաքրքրում է համակարգչային ցանցերը, որը ներկայապային ուսումնասիրում ենք։ Ինձ թվում է շատ խորը վերլուծելու առարկա է ինքը։ Իսկ ինչ որ պատճառ բացի խոր վերլուծելու առարկա լինելուց կա կոնկրետ ինչ որ այլ պատճառ, որ հենց դրա համար եք այդ առարկան ընտրում։ Այո, քանի որ ամեն բան ներկայապային մեր շուրջը կառուցված է ցանցերով ու միմյանց փոխկապակցված են տեխնոլոգիաների զարգացման հետ կապված։ Շատ լավ։ Իսկ ուսման ընթացքում որ պահն է եղել, որ հասկացել ես, որ սա հենց քո ոլորտն է։ Երկրորդ կուրսի սկիզբը։ Իսկ ինչ եղավ այդ հատվածում։ Քանի որ սկսեցին ավելի մասնագիտական եւ խորացված առարկաներ ուսումնասիրել, արդեն սկսեց ավելի հետաքրքրել մասնագիտությունը։ Սովորելն ու ինքնուրույն նոր տեխնոլոգիաներ ուսումնասիրելը ինչպես են համատեղում։ Որոշակի բարդություններ առկա են, բայց ամեն դեպքում հարկավոր է որ համատեղել, որպեսզի լավ մասնագետ դառնալ։ Շատ լավ։ Իսկ ինչպիսի մասնագետ ես քեզ պատկերացնում ավարտելուց հետո։ Ինձ թվում է մասնագետը պետքա լինի որակյալ, որպեսզի իր պահանջարկը զգան շուկայում։ Միայն որակյալ լինելը բավարար է։ Նաև կարողանա թիմում աշխատել։ Իսկ որ հմտություններն ես հիմա ակտիվ զարգացնում։ Ներկայապային անպային տեխնոլոգիաների մասին դասընթացի եմ մասնակցում on-line ձևաչափով, փորձում եմ այդ հմտությունները զարգացնել։ Շատ լավ։ Եվ ինչ խորհուրդ կտաս ապագա դիմորդներին, որպես արդեն մասնագիտությամբ սովորող մարդ։ Ապագա դիմորդներին խորհուրդ կտամ չվախենալ դիմել այս մասնագիտությամբ, քանի որ մասնագիտությունը աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտությունն է ու հնարավորություն է տալիս մի շարք ճյուղերը ուսումնասիրել մասնագիտության մեջ այս։ Նարեկ ջան, podcast-ի երկրորդ հատվածում անցնենք բլից հարցերի, կարճ հարց-պատասխանի տարբերակով։ Եթե ոչ տեղեկատվական համակարգեր, ապա բժշկություն, ծնողներս այդպես էին ուզում։ Սովորել ու աշխատել, թե միայն սովորել։ Սովորել եւ աշխատել։ Մի բառ, որ նկարագրում է ձեր ուսանողական կյանքը։ Հետաքրքրություններ։ Բուհում ձեր ամենասիրելի վայրը։ Զեյթունի մասնաշենքի մեր լսարանը։ Բարձր աշխատավարձ արագ, թե կայուն աճ։ Կայուն աճ, քանի որ բարձր աշխատավարձը միանգամից է տրվելու, իսկ կայուն աճը տարիների ընթացքում կզարգանա։ Մեկ դասախոս մեր բուհից։ Ընկեր Խաչատրյան։ Շատ լավ, եւ տեղեկատվական համակարգերի մասնագետ լինելը մեկ բառով։ Փորձ։ Շնորհակալություն Նարեկ ջան, որ հյուր եկաք մեզ եւ պատասխանեցիք մեր podcast-ի հարցերին։ Հույս ունենք դեռ շատ կտեսնվենք։ Ձեզ եմ շնորհակալ։ Ասենք խոսենք podcast-ի մեր հյուրն է տեղեկատվական համակարգեր մասնագիտության շրջանավարտ Softconstruct ընկերության պրոյեկտ մենեջեր Նելի Հարությունյանը։ Նելի ջան, ողջունում ենք ձեզ տնտեսագիտական համալսարանում։ Ողջույն Ժորա ջան։ Ուրախ ենք կրկին որելի հյուրընկալել ենք ձեզ մեր համալսարանում։ Մեր մասնագիտական կողմնորոշման միջոցառումների շրջանակներում այսօր հենց անդրադառնում ենք ձեր մասնագիտությանը ու առաջի հարցը, որ ուզեմ ձեզ տալ, ինչու ընտրեցիք տեղեկատվական համակարգեր մասնագիտությունը։
Երբ որ արդեն պետք է ընտրություն կատարեի մասնագիտական, թե որ ոլորտում եմ ցանկանում իմ ուսումը շարունակել, այդ տարիներին տեղեկատվական համակարգերի այդ ոլորտը իրեն բուն զարգացման շրջանում էր եւ արդեն իսկ ակնհայտ էր, որ ապագան շատ մեծ կապ կունենա տեխնոլոգիաների հետ եւ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ ես շատ էի սիրում խաղալ համակարգչային խաղեր, այդ շրջանում այնպիսի զգացողություն էր, որ ես հասկացա, որ ուզում եմ բացի խաղացող լինելուց նաև լինել այն մարդը, ով ստեղծում է այդ խաղերը եւ միգուցե իմ ստեղծած խաղերը սիրվեն մարդկանց կողմից եւ այդ հանգամանքները հաշվի առնելով ընտրվեց ինձ տեղեկատվական համակարգեր բաժինը։ Շատ հետաքրքիր է։ Ուսանողական տարիների որ գիտելիքն է, որ այսօր ամենաշատն եք օգտագործում հենց աշխատաշուկայում։ Անկեղծ եթե ասեմ, իրականում դժվար է ինչ-որ մի գիտելիք առանձնացնել, քանի որ մասնագիտության project manager եմ տվյալ պահին աշխատում ու այն գիտելիքները, որոնք ստացել եմ համալսարանում, տեխնիկական, մասնագիտական գիտելիքները, բոլորն էլ տվյալ պահին շատ են օգնում, ինչ առումով, որովհետև ես զբաղվում եմ IT ինչ-որ product-ների կամ ծառայությունների ստեղծմամբ ու եթե դու պատկերացում ես ունենում, թե developer-ների մասով ինչ պետք է արվի, դիզայներների մասով եւ այլն, գործը ավելի սահուն է ընթանում։ Այսպես ասած, ինչ որ փոքրիկ մանր հարցերով մարդկանց չես անհանգստացում, դու արդեն գիտես այդ process-ը։ Շատ լավ, իսկ հենց առաջին աշխատանք գտնելը հեշտ է եղել, թե ինչ որ շատ լրացիչ ինքնազարգացումներ, նոր հավելյալ ինքնակրթություն է պահանջվել։ Առաջին աշխատանք գտնելը ինձ համար հեշտ եղավ, բայց նշեմ, որ այդքան էլ մասնագիտական չի եղել։ Աշխատել եմ որպես office manager, բայց այնտեղ աշխատելով չեմ մոռացել իմ հետագա պլանների մասին, քանի որ office manager աշխատել եմ հենց էլի IT ընկերությունում, փորձել եմ ոչ իմ պատասխանատվության տակ, բայց ոչ ֆորմալ տարբերակով, այսպես ասած, մասնակցել ինչ-որ նախագծերի, փորձել փոքր կտորով զբաղեցնել project manager-ի դերը ու շատ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերեցի ու որպես եզրահանգում այդ հարցի կարող եմ նշել, որ գիտելիքները համալսարանի շատ օգնեց, բայց էլի անձնական զարգացումը այդ փուլում ես ունեցա։ Ինչ տարբերություն նկատեցիք համալսարանական կրթության ու իրական աշխատանքի միջև։ Տարբերությունը միանշանակ ահռելի է, երբ մենք սովորում ենք համալսարանում, լինում են դժվարություններ, ինչ որ հարցեր, որոնք մենք ինքներս դժվարանում ենք գտնել լուծումներ, եւ այդ հարցում մեզ դասախոսները շատ են օգնում ու հեշտացնում են այդ առումով մեր ճանապարհը։ Իսկ երբ արդեն անցում ենք կատարում դեպի աշխատանքային միջավայր, մարդիկ շատ զբաղված են կամ միգուցե հնարավոր է եւ չեն ուզում օգնել, եւ այն հարցերը, այն խնդիրները, որ դու տվյալ պահին ունենում ես, դու պետք է ինքդ հաղթահարես այդ փուլը։ Գլխավոր տարբերությունը դա կլինի։ Նույն աշխատանքը ավելի է շատանում, էլի իրական շուկայում։ Լավ, իսկ հենց տեղեկատվական համակարգերի ոլորտը եթե դիտարկենք, ինչ հմտություններ են պետք, որ հմտություններն են, որ հիմիկվա աշխատաշուկայում ավելի քան անհրաժեշտ են, կարևոր են տեղեկատվական համակարգերի ծրագրավորման հետ կապված։ Սկսել սովորելու թե աշխատելու։ Աշխատանքի ժամանակ։ Դե իհարկե hard skill-երը, այն տեխնիկական գիտելիքները, որ տվյալ մասնագիտության համար տեղեկատվական համակարգերը ինքը մի քիչ շատ լայն հասկացողություն է, իր մեջ շատ տարբեր մասնագիտություններ են մտնում։ Hard skill-երը շատ կարևոր են, բայց պետքա չանտեսենք այդ soft skill-երը, թիմային աշխատելու ունակությունները, այդ որ ինքներս փորձենք դժվարությունները հաղթահարելու ունակությունը, մարդկանց հետ շփվելու, խնդիրներ հասկանալու, շատ ցենց մեծ ցանկ կարելի է թվարկել soft skill-երի, որոնք իրոք շատ կարևոր են։ Լավ, հիմա բնիկ ժամանակով հետ գնանք, ինչը կսովորեիք ավելի խորությամբ։ Թեկուզ թե hard skill-երի հետ կապված, թեկուզ նոր ծրագրավորման լեզվի հետ կապված, կամ թեկուզ հենց համալսարանական կրթության ժամանակ դուք բազմաթիվ թիմային աշխատանքներ եք ունեցել նույն soft skill-երի հետ կապված։ Որ skill-ը, հմտությունը դուք ավելի խորությամբ ուսանողներին կասեիք, որ ուշադրություն դարձրու։ Գիտությունների տեսանկյունից առարկաներից անկեղծ ասած անտեսել եմ ուսումնական տարիների ընթացքում հոգեբանությունը, փիլիսոփայությունը, ինքը շատ կարևոր է, երբ հատկապես աշխատում ես մարդկանց հետ, ես եթե հետ գնայի, շատ մանրակրկիտ կուսումնասիրեի այդ ոլորտը, ու քանի որ այդ մասը ինձ մոտ համալսարանում բաց է մնացել, հիմա փորձում եմ քիչ-քիչ լրացնել, երևի թե դա։ Շատ լավ։ Իսկ ինչպես այս մասնագիտությունը փոխել ձեր մտածողությունը խնդիրներ լուծելու համար։ Երբ որ դեռ այս մասնագիտություն աշխատանքային ոլորտ դեռ ներս չէի գործել,
երբ որ խնդիրներ ենք ունենում կյանքում, այսպես ասած ես կոնկրետ մակերեսային էի նայում խնդիրներին, բայց երբ որ սկսում ես նախագծեր վարել, արդեն դու պետքա հասկանաս խնդրի հարցի հիմքային արմատային մասը, չգիտեմ լսել եք թե չէ 5 ինչուների, ինչ որ տենց մեթոդ կա, անդադ ինչու, պետքա գաս հասնես այդ արմատային մասին, որ ինչից է առաջացել այդ խնդիրը, ու ոչ միայն աշխատանքային միջավայրում, անձնական կյանքում միշտ այդ կարևոր փաստ է։ Լավ, Նելջան, հիմա դրա ընդունության գործընթացը մեզ մոտ սկսում, ինչ խորտ կտաս այն դիմորդին, ով կասկածում է ընտրել հենց այս ոլորտը կամ մեկ այլ ոլորտ։ Նախ կասկածել է դիմորդին կասեմ, որ դա շատ նորմալ է, դա մի կարևոր շրջան է, որ դու ինքնուրույն ես որոշում կայացնում, այսպես ասած մեծիկների աշխարհ ես մտնում, այն կարևոր որոշումներից է այդ աշխարհի սկզբի, պետք է հասկանալ արդյոք քեզ դուր է գալիս այդ ոլորտը, դրա համար նախ կարող ենք օրինակ մեր բաց դռների օրերին մասնակցել, հասկանալ ինչքանով է համապատասխանում, եւ իհարկե եթե միգուցե այլ ոլորտ ես մտնում եւ հասկանում ես, որ ճանապարհի կեսից դա քոնը չէ, չպետք է հանձնվել, չպետք է հուսահատվել, միշտ շարունակել այնտեղ, որտեղ դու կաս եւ մեր ոլորտը միանշանակ խորհուրդ եմ տալիս, քանի որ ինքը առաջին ու ամենակարևորը բարձր վարձատրվող ոլորտ է եւ շատ հետաքրքիր է ու աշխարհը զարգանում է այդ ուղղությամբ։ Նելջան, ոդքասթի երկրորդ հատվածում հնչեցնենք բլից հարցեր, հենց առաջինը ինչ հիշողությունները կան ձեր մտքին, հենց դրանով պատասխանեք, լավ։ Եթե ոչ տեղեկատվական համակարգեր, ապա management, շատ լավ։ Սովորելու աշխատել, թե միայն սովորել։ սովորելու աշխատել։ Շատ լավ։ Բուհում ձեր ամենասիրելի վայրը։ Զեյթունի մասնաշենքը կնշեմ ու կոնկրետ մասնաշենքի մեր համակարգչային լսարանը, որտեղ մեր կյանքը անցել է։ Շատ լավ։ Բարձր աշխատավարձ արագ, թե կայուն աճ։ Ոյ, շատ դժվար է, բայց այս դեպքում կընտրեմ կայուն աճ։ Հրաշալի։ Նելջան, մեկ դասախոս մեր բուհից։ Դժվարանում եմ պատասխանել, բայց լավ, ընկեր Արտաշյանին կնշենք։ Շատ լավ։ Տեղեկատվական համակարգերի մասնագետ լինելը մեկ բառով։ Ինովացիոն։ Շատ լավ, ու մեկ բառ, որ նկարագրում է ձեր ուսանողական կյանքը։ Հետաքրքիր, խուճուճ։ Շնորհակալ ենք շատ Նելիջան ձեզ կրկին տնտեսագիտական համալսարան վերադառնալու համար եւ սպասում ենք նոր հանդիպումների։ Ձեզ եմ շնորհակալ այս հնարավորության համար։ Շնորհակալություն։ Ասենք խոսենք ոդքասթի մեր հաջորդ հյուրը, ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական համակարգերի բիզնեսի ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արգամ Արտաշյանն է։ Ողջույն պարոն Արտաշյան։ Ողջունում եմ։ Տեսեք։ Շատ լավ է։ Պարոն Արտաշյան, միանգամից անցնենք առաջին հարցին, ինչու է այսօր տեղեկատվական համակարգեր մասնագիտությունը կարևոր։ Առաջինը, որովհետև մենք լրիվ օֆլայն տիրույթից անցել ենք օնլայն տիրույթ, դա վերաբերում է թե առօրյա կյանքին, թե բիզնես գործունեությանը, հետևաբար մեզ անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր որ կկարգավորեն այդ ոլորտը, ինչպես նաև կհանդիսանան ոլորտի շարժիչ ուժը զարգացման տեսանկյունից, որովհետև ակնհայտ է, որ աշխարհը թվայնացված է եւ թվայնանում է, էլ չասենք արհեստական բանականության դերի եւ կիրառման մասին, հետևաբար մեզ անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր որ կհասկանան այդ համակարգերից, տեխնոլոգիաներից, դրան զարգացման միտումներից եւ կառաջարկեն կամ լուծումներ տարբեր իրավիճակների կամ կազմակերպությունների համար, եթե նայենք բիզնես մակարդակով, կամ անհրաժեշտ կլինեն մասնագետներ, ովքեր որ կլինեն այսպես կոչված power user-ներ եւ կկարողանան ավելի լավ փորձ ունենալ եւ այդ փորձը կիսել այլոց հետ եւ ընդհանուր զարգացում տեղի կունենա։ Լավ, իսկ ո՞րն է ամենատարածված սխալը, որ ձեր մասնագիտության ուսանողները թույլ են տալիս։ Հարցին կարելի է պատասխանել երկու մասով, մեկը վերաբերում է բոլոր ուսանողներին, անկախ թե որ մասնագիտությունից են եւ անկախ ներկա թե նախկին ուսանողներ են, բոլորը այդ սխալը թույլ են տվել, դա այն է, որ մտածում են դեռ ժամանակ կա եւ մտածում են, որ դեռ կհասցնեն այդ գիտելիքները ձեռք բերեն, հմտությունները յուրացնեն, այնինչ դա անհրաժեշտ է հիմա, որպեսզի կիրառեն վաղը։ Բայց ինչ վերաբերում է ՏՀ ուսանողների մասնագիտության ուսանողներին, իրենք մտածում են, որ տեխնիկական հմտությունները դժվար են տրվում,
պայմանական ասած, օրինակ բոլորը չեն կարողանում լավ հասկանալ ծրագրավորումը եւ իրենք աշխատող են անում այդ հատվածը, այնինչ լավ ՏՀ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է լուրջ խորը տեխնիկական գիտելիքներ։ Եվ իմ խորհուրդն է բոլոր ուսանողներին, որ անկախ նրանից դա հավանում են իրենք այդ հատվածը ուսուցման ամբողջությամբ կարողանում են յուրացնել, թե ոչ, տեխնիկական հատվածին, տեխնիկական հմտությունները լավ յուրացնել, եթե անհրաժեշտ է հավելյալ ինքնուրույն դասընթացների պարապելու միջոցով, որովհետև դա ամեն դեպքում հանդիսանում է ՏՀ մասնագիտության առանցքը։ Շատ լավ։ Լավ, իսկ ինչպես է կապում տեսական գիտելիքը պրակտիկորեն կիրառման հետ։ Անկեղծ կարծում եմ դա ուղիղ դասախոսի խնդիրն է, այսինքն դա անձնական եւ անհատական խնդիր է, այսինքն եթե դասախոսը տիրապետում է թե տեսական գիտելիքների եւ թե կիրառական մակարդակով է տիրապետում ունի այդ հմտությունները, ապա իր համար բացարձակ խնդիր չի դրանց խառնուրդը ներկայացնել, ավելին ասեմ, դա հենց այդպես էլ պետք է լինի դասավանդումը, պայմանական մեր մասնագիտության օրինակով ասեմ, ենթադրենք MS Excel-ը դասավանդվում, շատ դժվար կլինի դա տեսական բացատրելը, բայց դա օրինակով բացատրելը, արդեն կիրառությունը բացատրելը շատ հեշտ կլինի։ Պարոն Արտաշյան, որ ուսանողներն են հենց հաջողում ձեր ոլորտում։ Միանշանակ պատասխան կա դրան, այն ուսանողները, ովքեր որ հստակ գիտեն ինչի համար են այդ մասնագիտությունը ընտրել, սիրում են այդ մասնագիտությունը եւ չեն սահմանափակվում միայն լսարանում փոխանցված գիտելիքներով եւ ինքնուրույն շատ են աշխատում, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի։ Մեր ներկայիս աշխարհը տեխնոլոգիաներն շատ արագ փոփոխվում է ու մեր բուհը ինչպես է հարմարվում այդ միջավայրին, այդ փոփոխություններին։ Բարեբախտաբար ներկայում, արդեն վերջի երևի 5-7 տարիներին մեր բուհը բավական մեծ ուշադրություն է դարձնում նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ամենապարզ օրինակը, օրինակ պրոյեկտորները փոխարինվել են ինտերակտիվ գրատախտակներով։ Դա մեծ գումարների մասին է, բայց բացի դրանից անդադ թվայնացվում է, շատ պրոցեսներ թվայնացվում են, բայց եթե խոսենք մեր ամբիոնի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգերի բիզնեսի ամբիոնի մասին, մենք դա իրականացնում ենք հետեւյալ կերպ, մեր դասախոսները անդադ վերապատրաստումներ են անցնում, նոր գիտելիքներ են ստանում եւ դրանք փոխանցում են, ինչը բնական ուսանողներին, ինչը բնական ճանապարհ է։ Եթե կարճ ասեմ, ապա այս պահի դրությամբ անձամբ ես գնահատում եմ բավական դրական այդ միտումը, որ թե ղեկավարությունը եւ թե ամբիոնները մեծ ուշադրություն են դարձնում թվայնացմանը եւ տեխնոլոգիաների կիրառմանը։ Ինչ է երբեք չեք ուզի, որ ձեր ուսանողը ձեր դասին զգա։ Ձանձրույթ, որովհետև եթե մարդ ինչ-որ միջավայրում ձանձրանում է, նշանակում է ոչ մի օգուտ իրեն չի տալի, անհետաքրքիր է եւ այդ տեղեկատվության յուրացումը ձախողված է ուղղակիորեն։ Դուք դասավանդել եք եւ ես բարեբախտաբար ներկա գտնվել եմ ձեր դասին եւ ձանձրույթ հաստատ չեմ զգացել։ Իսկ ինչ խորհուրդ կտաք ապագա IT մասնագետին։ Կամ այն դիմորդին, ով որ հիմա ուզում է ընտրել այդ մասնագիտությունը։ Եթե կարճ ասեմ, ապա կասեմ, որ ուղղակի շատ ուշադիր լինեն զարգացումներին, հետևեն ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր որ կանխորոշում են, թե ինչ ուղղությամբ է զարգանալու կամ իրենց վերլուծություններով, իրենց մտքերով ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում այդ աշխարհում, այդպիսի մասնագետներ այնպես չէ որ շատ են եւ հանգիստ կարելի է բոլորին հետևել եւ լավ տեղեկատվություն ստանալ ու հասկանալ ուր է գնում թվային աշխարհը, իսկ եթե ավելի մասնագիտական առումով դիտարկենք հարցը, ապա անհրաժեշտ է որ ուսանողները ինքնուրույն լինեն, որովհետեւ հատկապես ՏՀ ուսանողները, որովհետեւ թվային աշխարհը շատ արագ է թվային առումով զարգանում եւ եթե դու յուրացրել ես ինչ-որ տեխնոլոգիա հիմա եւ կանգնես դրա վրա, ապա վաղը չես կարողանալ ուղղակի մրցունակ լինես, հետեւաբար պետք է անընդհատ կառուցես քո ունեցած հմտությունների եւ գիտելիքների վրա, որպեսզի մրցունակությունդ պահես։ Պարոն Արտաշյան, բլից հարցերի միջոցով եկեք ամփոփենք այսօրվա ոդքասթը։ Եթե ոչ տեղեկատվական համակարգեր կամ ձեր ժամանակով կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությունը, ապա որը կընտրեիք։ Միշտ երազել եմ կինո ռեժիսոր դառնալ։ Հրաշալի։ Սովորելու աշխատել, թե միայն սովորել։ Սովորել աշխատել պրոֆեսիոնալի մասին է խոսքը։
Շատ լավ։ Բուհում ձեր ամենասիրելի վայրը։ Ակնհայտ է։ Կառավարման ֆակուլտետի դեկանատ։ Բարձր աշխատավարձ արագ, թե կայուն աճ։ Հիմա արդեն կարող եմ ասել, որ ճիշտը կայուն աճն է։ Շատ լավ։ Մեկ դասախոս մեր բուհից։ Ով առաջինը ձեր մտքին եկավ։ Առաքելյան Նարինե։ Բարի։ Տեղեկատվական համակարգերի մասնագետ լինելը մեկ բառով։ Դինամիկ։ Եվ մեկ բառ, որ նկարագրում է ձեր ուսանողական տարիները, ձեր ուսանողական կյանքը։ Շատ խառնաշփոթ։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ պարոն Արտաշյան այսօր հյուրընկալվելու համար։ Միշտ նոր հանդիպումներ։ Ես եմ շնորհակալ։